Տիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Խայտարագողության հետքերով կամ դասեր չխաղելու հետևանքը, ինչն է դարձել հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեների միջև կռվախնձոր եւ ով է իրականում բացահայտել $590,000 գողությունը։ Տարօրինակ տեսքով քաղաքացին ինչ է ժամեր շարունակ անում այս դռների մոտ։ Մանրակրկիտ պլանավորել ու կազմակերպել են։ Ասում ենք բանալին ունեցել արտաքնորինակ։ Շղթայի մեջ կա մարդ, որին ձեռնտու չի եղել, որ դա նկատվի։ Պետությունը փաստացի վերցնելով գումարը սառեցնում է։ Ցույց է տալիս համակարգային խարխլվածություն։ Հայտարարագրման գործընթացի հետ կապված աժիոտաժը կամ ուզում էինք ավելի լավ ստացվեց ինչպես միշտ, եկամուտների մշուշոտ լյուստրացիան կամ հարկային մարմնից գումարները թաքցնելու հազար ու մի եղանակները։ Մարդը չի հասկանում, թե ինչու պետք է ներկայացնի հայտարարագիր։ Երրորդ օրն է, այդպես էլ չեմ կարողանում։ Ավարտում ենք մայիսը, բայց նույնիսկ նախորդ տարվա ցուցակցություն չենք ասել։ Ազգային ժողովում քննարկում չիրականացվեց։ Փորձեցին արագորեն ընդունել։ Բարեփոխման համար պետք չի պարտադրել։ Դպրոցը համավար ժամկետից ուշ գնալը ծնողի ու երեխայի համար գլխացավանք կամ որ երեխաները կընդգրկվեն իրենց տարիքային խմբից ցածր դասարանում, արդյոք կար փոփոխության անհրաժեշտություն եւ ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ 6 տարին դրամի տվյալ տարվա ընթացքում պիտի դպրոց ընդունվի։ 6 տարեկան երեխան փոքր է։ Պիտի նստի իր տարիքին համապատասխան դասարանում։ Բացարձական հիմնան։ Ստիպված քողարկում ենք այս խնդիրը։ Երեխաներին ծնողները տանեն դպրոց 15 տարեկանից։ Ես իմ երեխայի հետ հաճախելու եմ ու նստելու եմ հենց առաջի դասարանում։ Ինչ իրենց սպասվում է, բացարձակապես ձեռնտու չէ։ Բժշկի ուղղությամբ կացին նետացի ձերբակալումն ու հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կողաշրջման պատճառը, ինչ հանգամանքներում էր հայտնվել 07-ի վրա եւ արդյոք մահացածը բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ էր։ Չէ, մի լավ։ Ժողովրդից ոչ մեկ չմոտիկանա։ Գնացել եմ հիվանդանոց, ոնց անեք։ Քանի վիրավոր է։ Մեկը ոնց էլ անեք։ Ոտը գալիս է գազի։ Հարվածի տեղն է։ Երեխու հողաթափը։ Զորաստող գթությունը կամ երկար սպասված օգնությունը այլևս փաստ, որն է կյանքի դաժան հարվածներին դիմագրաված եղբայրների երջանկության բանաձևը եւ ինչի վրա են ծախսելու սրտացավ քաղաքացիների տրամադրած գումարները։ Կարողանանք մի հատ փոքր անկյուն սարքել։ Նայեք, նայեք։ Այստեղ բեժի դերանում։ Ես համեղ կպացածեմ, իրանք էլ կուտեն։ Լինեք ամփորձանք, առողջություն։ Գիտեմ, որ մեծ օգնող կա։ Իրանք ուրախանալու համար էլ ես եմ ուրախացել։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։